Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սրբազան Միքայել Աջապահյանի հետ լուսանկար ու գրել. «Մինչև 2017 թիվը Սրբազան Միքայել Աջապահյանի հետ ծանոթ չէի, այս տարիներին դեռ Վիեննայում էի ապրում, երազ տեսա, որ երգում եմ Գյումրու 7 վերք եկեղեցում, տեղյակ էի, որ մինչ այդ 7 վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել, զանգահարեցի Սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին, հարցրեցի կարելի է, թույլ չտալով հարցս ավարտել, պատասխանեց, քեզ ամեն ինչ կարելի է, կազմակերպեց համերգը, դաշնամուր և 400 աթոռներ բերվեցին եկեղեցի, միայն մեկ բան խնդրեց, հանկարծ ստեղծագործությունները ծափահարություններով չընդմիջվեն, սա եկեղեցի է, Լեփլեցուն 7 վերքում երգեցի բացառապես Կոմիտաս, ուխտս ի կատարածվեց, անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում, ետ բերեք իմ երազի օրերը», գրել է երգչուհին։ Երգչուհու գրառմանն անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը։ Ամոթ Հասմիկ Պապյանին, 1000 ամոթ, ամբողջ կյանքդ բարձր արվեստի մեջ լինես ու երկրումդ ռազմական հեղաշրջման կողմնակից լինես, ընդդեմ ավտոբուս վարողների բառ չարտասանես, գուցե լավ չի ընկալել փաստերը, պատահում է, Աստվածաշունչն իզուր չի զգուշացնում, պիտի նայեք ու պիտի չտեսնեք, պիտի լսեք ու պիտի չիմանաք, գրել է Աննա Հակոբյանը։ Հավելենք, որ Աննա Հակոբյանի գրառման ներքո քաղաքացիներն ամոթանք են տալիս հենց Աննա Հակոբյանին, որը ամոթ է գրել Հասմիկ Պապյանին, մեկնաբանություններից որոշները 18+ են, սակայն դրանք չեն հեռացվում։